ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարումից մեկ օր հետո դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կայքում հրապարակվել են արցախյան բանակցություններին վերաբերող 13 փաստաթղթեր։ Դրանցից առավել ինտրիգայինները ըստ էության 3-ն են։ Այդ 3-ից մեկը արդեն հրապարակվել էր 2008 թվականի փետրվարի 9-ին Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում։ Փաստաթուղթը պարբերականին այն ժամանակ տվել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այն այսպես կոչված Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակն է, որը ինչպես հայտնի է եղել Ադրբեջանի նախագահի առաջարկը եւ մերժել է հայկական կողմը։ Երկրորդ ուշագրավ փաստաթուղթը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո օգոստոսի 5-ին երրորդ նախագահի նամակն է Ռուսաստանի ղեկավարին։ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հայտնում է, որ հայկական կողմը պատրաստ է գնալ ցավոտ զիջումների, Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, սակայն հայկական կողմը իրավական եւ անվտանգային 7 նախապայման է առաջ քաշում, որ նախկին ԼՂ-ի մտարածքը պահում է հայկական։ Հրապարակված ուշագրավ երրորդ փաստաթուղթը առավել հայտնի 2019-ի Լավրովի պլանն է։ Այն ենթադրում էր Արցախի հարցի փուլային տարբերակով լուծում։ Առաջին փուլում Ադրբեջանին էին վերադարձվում 5 շրջանները, միջազգային խաղաղապահների տեղակայումից եւ մի շարք այլ պայմանների բավարարումից հետո։ Նաեւ Հայաստանն Արցախին կապող մյուս 2 շրջանները։ Լաչինի եւ Խարվաճարի վերադարձի ժամանակ պետք է որոշվեր միջանցքի կարգավիճակը եւ լայնությունը։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն այսօր Բրյուսելում հայտարարել է Հայաստանին 15 միլիոն եվրո տրամադրելու մասին խաղաղության ու դիմակայության համար։ Այդ գումարով ըստ Եվրոպաշտոնյայի կիրականացվեն մի քանի նախաձեռնություն, ականաձերծման գծով վերապատրաստում կտրամադրվեն սարքավորումներ։ Եվրամիությունն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը նաև վիզաների ազատականացման եւ անվտանգության ոլորտում։ Այս հայտարարություններից առաջ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը ստորագրել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը։ Ավելի քան 70 էջից բաղկացած փաստաթուղթը ներառում է անվտանգային եւ պաշտպանական բաղադրիչներ, ինչպես նաեւ դրույթներ տնտեսության դիվերսիֆիկացման վերաբերյալ։ Հարգարժան պարոն նախարար, մինչև փաստաթղթի ստորագրումը Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսը խոսել է հայկական ավիաընկերությունների Եվրամիության սև ցուցակում գտնվելու մասին, ասել, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ դեռևս արգելված է, ու խնդիրը տեխնիկական է, ոչ քաղաքական։ Մեր խաղաղավիացիան դեռ չի համապատասխանում եվրոպական անվտանգային չափորոշիչներին։ Իդեպ, ասուլիսի ժամանակ Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որպես օրինակ բերել Մոլդովայի փորձը։ Ռուսաստանը եւ իր պրոքսիները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Ինչպես մենք սովորեցինք Մոլդովայում, արտասահմանյան ազդեցությանը դիմակայելը պահանջում է ամբողջ հասարակության մասնակցությունը։ Ակտիվ քաղաքասարակությունը, անկախ լրատվամիջոցները չափազանց կարևոր են։ Հստակ նշենք, որ դուք այս մարտահրավերների առաջ մենակ չեք։ Մենք պատրաստ ենք ակտիվ աջակցել ձեզ։ Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար, ասել է Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսը։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի ստեղծման համար, նաև Տաշքենտում ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ։ Դա ներդրում կլինի Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար։ Նպատակն է, որ Հայաստանն ավելի ու ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից, շեշտել է Եվրապաշտոնյան։ Բելգիայում ձերբակալվել է Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ եւ Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մորգերինին եւ դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։ Գործը վերաբերում է Եվրամիության դիվանագիտական ակադեմիայի նախագծին, որը միության անդամ պետությունների երիտասարդ դիվանագետների համար նախատեսված 9-ամսյա ուսումնական ծրագիր է։ 2021-ից 22 թվականներին Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը այս ծրագրի անցկացման իրավունքը մրցույթի արդյունքում շնորհել է Եվրոպայի քոլեջին։ Հետաքննության համաձայն մրցույթի կանոնները խախտվել են։ Կան հիմքեր ենթադրելու, որ Բելգիայի Եվրոպայի քոլեջի ներկայացուցիչները տեղեկացվել են ընտրության չափանիշների մասին պաշտոնական հրապարակումից առաջ։ Հայտնաբերված խախտումները կարող են ներառել գնումների հետ կապված խարդախություն, կոռուպցիա, շահերի բախում եւ մասնագիտական գաղտնիքի խախտումներ։ Բելգիայի ոստիկանությունը խուզարկել է Եվրոպական միության դիվանագիտական կորպուսում, հարակից կառույցներում եւ քոլեջում։ Այս աղմկահարույց գործողությունները կատարվել են Եվրամիության ֆինանսական միջոցների ենթադրյալ ոչ նպատակային օգտագործման փաստով սկսված հետաքննության շրջանակներում։ Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ եվրոպական պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունեցել ֆինանսական չարաշահումներ։ Մասնավորապես հետաքննությունը կենտրոնացել է պետական գնումների ոլորտում հնարավոր խարդախությունների, կոռուպցիոն դրսևորումների եւ շահերի քրեական բախման դեպքերի բացահայտման վրա։
Каждая страна суверенная. Ռուսաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ տեղի է ունենալու սահմանափակ կազմով, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատճառը նախկին այցերից հետո Ստիվ Ուիթքոֆի հասցեին հնչած սուր քննադատությունն է։ Նախորդ այցի ժամանակ Ուիթքոֆը միայնակ է բանակցել Դաշնության ղեկավարի ու ռուս պաշտոնյաների հետ, իսկ նրանց զրույցը թարգմանել է Կրեմլի թարգմանիչը։ Այս անգամ ամերիկյան կողմը Ուիթքոֆից բացի կներկայացնի նաև Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները, կլինի նաև թարգմանիչ ամերիկյան կողմից։ Ստամբուլ-Սանկտ-Պետերբուրգ օդանավին կայծակ է հարվածել, ինչի հետևանքով այն վերադարձել է Ստամբուլ։ Պեգասուս ավիաընկերության ուղևորների խոսքով թռիչքի ժամանակ լսել են երկու բարձր ձայն եւ տեսել լույսի բռնկումներ, որից հետո ինքնաթիռը ցնցվել է։ Մի քանի րոպե անց նրանց խոսքով շարժիչից կարմիր կայծեր են դուրս եկել եւ ուղևորները զգացել են, որ ինքնաթիռը կտրուկ անկում է։ Օդանավը շուրջ 2 ժամ պտտվել է Թուրքիայի երկնքում, երբ օդաչուն հայտարարել է, որ տեխնիկական անսարքության պատճառով այն վերադառնում է Ստամբուլ։ Օդանավակայանում Պեգասուսի ներկայացուցիչը հաստատել է, որ ինքնաթիռը հայտնվել է ամպրոպի մեջ եւ կայծակից մի քանի հարվածներ է ստացել։ ԱՄՆ-ն նախատեսում է վերադարձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները, երբ ստորագրվի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին գրել է Պոլիտիկոն եւ նշել, որ ամերիկացի պաշտոնյաներն իրենց ծրագրերի մասին պատմել են Եվրամիության պատժամիջոցների հատուկ բանագնաց Դեյվիդ Օ'Սալիվանին, երբ այս տարվա ամռանը նա Վաշինգտոն էր այցելել։ Եվրոպան ներկայումս պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Բրյուսելում չի կայացվել որևէ որոշում, որը կարող է նվազեցնել հակամարտությունից առաջացած լարվածությունը։ Ընդհակառակը ձեռնարկվել են միջոցառումներ, որոնք դարձել են ավելի լուրջ եւ երկարաձգել այն, ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում Եվրոպայի ձեռնարկած գործողությունները հանգեցրել են էներգակիրների եւ սննդամթերքի գների կտրուկ աճի եւ Եվրոպական երկրները բախվում են գնաճային ճգնաժամի։ Սխալներ արել է ոչ միայն Բրյուսելը, այլև ամբողջ Եվրոպան, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ հակամարտության, ասել է արտգործնախարարը։ Փարիզում Մակրոն-Զելենսկի հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքային հարցն ամենաբարդն է։ Այն ԱՄՆ-ի հետ քննարկվել է 6.5 ժամ։ Զելենսկու խոսքով այժմյան խաղաղության ծրագիրն ավելի լավ տեսք ունի, քան 28 կետից բաղկացած տարբերակը։ ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացներն այսօր կժամանեն Մոսկվա ռուսական կողմի հետ քննարկելու նախագիծը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրամայել են այս շաբաթ հրաժարական տալ, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը իր Տելեգրամ ալիքում։ Կիևում կոռուպցիոն սկանդալի պատճառով Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշում են գործադրել հրաժարական տալու համար։ Միաժամանակ խորհրդարանականը նշել է, որ այս պահանջի կատարումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև ամիսներ։ Սա այն մարդն է, ով ժամանակ կձգի, կպատմի բոլոր տեսակի անհետեցություններ եւ կհորինի արդարացումներ։ Նա ամեն ինչ կանի անխուսափերին հետաձգելու համար, շեշտել է Դմիտրուկը։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը 5-շաբթի օրը կստորագրի Ռուանդայի եւ Կոնգոյի միջև խաղաղության համաձայնագիր եւ երկրում կընդունի երկու երկրների նախագահներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր նախագահությունից ի վեր կանգնեցրել է 8-ից 9 պատերազմ եւ դեռ շարունակում է։ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է մետրոյի գնացքի տանիքին նստած ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորին։ Պարզվել է, որ 20-ամյա բնակիչը ալկոհոլի ազդեցությամբ բարձրացել է էլեկտրագնացքի տանիքին եւ այնտեղից մի քանի կայարանով երթևեկել։ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը էթիկայի կանոնագիրք է ընդունել ու այսուհետ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրեն դուրս է դնում հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին տեղեկացրել է մեջբերում, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորվածություն, այլ նվիրվածություն էթիկայի կանոնագրքին։ Չեմ առաջադրվել։ Հայաստանի խորհրդարանի իշխանական փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի առաջադրվի падգամավորի թեկնածու 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Արշակյանն ասել է, որ գործունեությունը շարունակելու է բիզնես ոլորտում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դուրս չի գալու եւ վստահ է, որ 2026-ին ԿՊ-ն ջախջախի հաղթանակ է տանելու։ Կարկառուն ԿՊԱ-ականներից 2026-ի համամասնական ցուցակում չեն լինի նաեւ Քրիստինե Պողոսյանը, Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանը, Աննա Հակոբյանի եղբայրը Հրաչյա Հակոբյանը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը այս անգամ եւս լարված է անցել։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ քաղաքական պատվերով է հայտնվել դատարանում, իր ձեռքերը մաքուր են։ Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է դատավորին, որ տարիներ առաջ իր մեղադրյալի եւ նրա որդու նկատմամբ մահափորձ է կատարվել, որը մինչ օրս մնում է չբացահայտված։ Ըստ փաստաբանի կա մտավախություն, որ այսօր էլ կալանավայրում կարող են բռնության ենթարկել Ղուկասյանին եւ որդուն։ Դատական այսօրվա նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Հետո ասեցին Թուրքիայի Սավետ մեկը չեմ, հետո ճգնավորներից մեկին ասեց դու ամեն մեղքերը ասեցին, ասեց այդ բանը, երբ որ ասեցին աղանդավոր այս, ասեց ես աղանդավոր չեմ, հիմա այդ անունը իմ վրա չի կմնում, բայց վերջում եւ քննիչները, եւ դատախազները, եւ դատավորները, եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս, մինչև կյանքից վերջ, ոնց որ Պինոչետին իրանք ստեղ են գտնվելու անպայման, ու դա կտեսնեք դա, այդ հանձնարարականներով այս դատարանները, ուրեմն քննիչները, դատախազները պատասխան են տալու, որպեսզի իրանց աշխատավարձի համար, իրանց ընտանիքը պահելու համար մեզի պես մարդկանց կործանում են, բայց իրանք շանորն են նգրելու, որովհետև վերևն Աստված կա։ Շնորհակալություն, Շատերիս գուցե անհավատալի թվար, որ ավտոմեքենայի առողջարքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ հնարավոր է մեքենան վաճառել մի քանի րոպեում առանց տնից դուրս գալու։ Այդ նպատակով գործարկվել է Քարմիա Gov.am առցանց հարթակը։ Այստեղ հնարավոր է ստանալ հաշվառման համարանիշն ու վկայագիրը փոստային առաքման միջոցով։ Այս հարթակում առաջիկայում հնարավոր կլինի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարք անել, տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ապա պայմանագիր, ստանալ տեղզննության պատկերը։ Ազգային ժողովում քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը, համակարգը կներդրվի 2026 թվականի հունվարի 1-ից փուլային տարբերակով։ Պետությունը կապահովագրի մինչև 18 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքի քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցողներին, սոցիալապես անապահով ընտանիքներին։ Պարտադիր ապահովագրությունից կօգտվեն նաև ամսական 200,000 դրամ եւ ավելի եկամուտ ունեցող վարձու աշխատողները։ Նրանց համար ապահովագրավճարը կազմելու է տարեկան 129,600 դրամ, ամսական մոտ 10,800 դրամ։ Ընդդիմադիր падգամավորները մտահոգություն ունեն, որ նոր համակարգը կարող է վերածվել թաքնված հարկատեսակի աշխատող քաղաքացիների համար, առանց երաշխավորելու ծառայությունների որակի կտրուկ բարձրացում։ Ըստ օրենսդիրների նախագիծն ընթերցելիս չի հասկացվում, թե քաղաքացիները իրականում ինչի դիմաց են վճարելու ապահովագրության համար եւ ինչ ծառայություններ կստանան։ Նախատեսվում է, որ մինչև 2029 թվականը Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ունենան առողջության ապահովագրություն։ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ Մելանիա Թրամփի ոճաբանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Սպիտակ տունը ձևավորել է 10,000 կապույտ թիթեռներով, որոնք մարմնավորում են կերպարանափոխությունն ու նորացումը, ինչպես նաև 200 մետր ծաղկեպսակներով եւ մոտ 8,000 մետր տոնական ժապավեններով։ Սպիտակ տանը հայտնվել են նաև Թրամփի դիմանկարները երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հետ։ Ամանորյա ձևավորման ընդհանուր բյուջեն հայտնի չէ։ Ձմեռ պապն այս տարի կարծես թե բեռնափոխադրման հետ կապված որոշ խնդիրներ է ունեցել։ Համացանցում տարածվել է հոլովակ, որտեղ Նորվեգիայի ոստիկանները կանգնեցրել են ձմեռ պապի հագուստով տղամարդուն։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Շանհայի փողոցներում ջիանզի է խաղացել։ Լեգենդը մասնակցել է չինական ավանդական խաղի, որտեղ պետք է օդում պահել փետուրներից պատրաստված ծանր վոլանը։